Տիկին Ղազարյան, նախնդրում կարճ ներկայացրեք են նախագծի տրամաբանությունը կամ փոփոխությունները, որով առաջարկում է այդ ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները, որը խոսենք արգելի դրսում ինչ-որ ժամանակից սկսած բնակողներին այստեղ ընտրություն անել։ Նախ սա ներկայացրեք, հետո ասեք այս ընտրությունների արդյունքների վրա ինչ պատկեր արձանագրվեք, ինչու այս հարցը եկավորական, այսինքն ինչ է ձեզ մտահոգեց, որ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, խնդրեի, եթե թվեր կա նաև թվերով, դրսից քանի ընտրող ունեցանք, ինչպես դա անդրադարձավ եւ ինչու եք կարծում, որ բացասական է այդ երևույթը։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, իրապես բոլորս էլ նկատել ենք, որ վերջին ընտրությունների հետ է պայմանավորված նշված փոփոխությունը եւ այսպես ասած լավ օրինչ չէ, որ գնում ենք նման փոփոխության, որովհետեւ պատկերացում չունենք, որ կարող է նման հարցեր առաջանան, բայց նախագիծը միտում ունի հիմնարավորինս պահպանել այն կապը, որը որ կա Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացու եւ պետության միջեւ, որովհետեւ ընտրությունները հենց հիմնական կապն է քաղաքացու եւ պետության միջեւ, որով որ քաղաքացին կանոնները սահմանում, իշխանություն է ընտրում եւ պատասխանում է Հայաստանի Հանրապետությունում այդ իշխանության հետ աշխատել, ապրել եւ մշտապես բնակություն հաստատող քաղաքացին վերաբերելի է եւ հետեւաբար այնպիսի կարգավորում ենք բերել, որպեսզի կարողանա մշտական բնակվող քաղաքացին, իսկ մշտական բնակություն կարող է հաստատել այն քաղաքացին, համարվում է այն քաղաքացին, ով վերջին տարվա մեջ 183 օր ապրել է տվյալ բանում երկրում եւ ունի իր կենսական շահերի կենտրոնը այդ երկրում։ Եթե մարդ 6 ամսից ավել ապրում է Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար ունի իր կենսական շահերը Հայաստանի Հանրապետությունում, հարկ եւ վճարում աշխատում է, հետեւաբար կապում է իր տեսեք թիմ օրենքում մենք նման փոփոխություններ ունենք, բայց համապատասխան ընտրությունների ժամանակ փոփոխություններ չունենք, կարծես նաեւ այս է միավորում այս նախագծը, որպեսզի միասնական նման սահմանում ունենանք նաեւ այս առումով։ Նույնը վերաբերվում է նաև հանրաքվեի մասին օրենքում, նաև փոփոխությունը վերաբերել է այդ օրենքում, փոփոխություններ արվում է նաև այդ օրենքում։ Թվերի առումով այս պահին քանի որ շատ ֆիքսված չեմ հիշում թվերը խուսափել թիվ հնչեցնել, բայց այնուամենայնիվ հիմնական զեկուցման ժամանակ ավելի մանրամասն թվային տվյալներով, վիճակագրությունով, արդյոք հետո մենք ինչքան ընտրող կունենանք, արդյոք ընտրողների թիվը կպակասի թե կավելանա, ինչքանով կավելանա, ինչքանով կպակասի, մարդիկ ինչպես պետք է կազմակերպեն մասնակցելու ընտրություններին, եթե լինեն ակտիվ ընտրություններ, ինչպես այս ամեն ինչին արդեն մանրամասն նախագծի քննարկման հիմնական քննարկման ժամանակ անդրադառնանք, բայց այնուամենայնիվ մի երկու բացառություն նաև նախատեսված է, որ հանրային պաշտոնների դեպքում, երբ որ ծառայության է մեկնում արտերկիր, նրանց դեպքում կա բացառություն, եթե ավել են մնում եւ նաև ուսումնական բուհեր ընդունելու դեպքում նաև կան բացառություններ։ Տեսեք, քննարկման փուլում է, բուժման նպատակով, նաև հարկեր վճարելու հիմքով եւ այլն նման հարցեր եւս քննարկվում են, բայց այս պահին դեպած է այս տեսքով շրջանառության մեջ հետագայում արդեն հետագա առաջարկներով կլրամշակվի։ Այսինքն 6 ամսից շատ Հայաստանից բացակայում 183 օր կարգելի ընտրություն։ Բայց այդ նաև մարդկանց կարիերայի աճի մեջ է դեմարտային, որովհետև եթե մեկ ինչ-որ մասնագետա, որ միջազգային կառույցում մասնավոր հրավիրվում է աշխատանքի եւ նա կամ պետք է Հայաստանի ընտրության իրավունք ունենա, կամ նայ մասնագիտական կարիերայի հետևից եւ մեկ բան է, քանի որ ընտրությունները նոր են եղել, եւ դուք այս սահմանափակումները բերում եք, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները ինչ-որ X ժամանակում մոտ ապագայում արտահերթ ընտրությունների ոչ բնավ, նման մտադրություն չունենք, բայց նաև արտահերթ ընտրությունների մտադրություն ընդհանրապես չկա, բայց հետագայում որպեսզի նման իրավիճակներից խուսափենք, բայց որովհետև այս ընտրություններում արտահայտվեց այդ իրավիճակը, դուք ինքներդ էլ ականատես եք եղել նաև այն ամենահայտնի տեսագրությանը, որ ասում է այսօր եկել եմ ընտրեմ, երեկոյան պետք է գնամ, որովհետև կարող է խառնաշփոթել ու այս մասին խոսակցությունը ոչ միայն դա է բավականին երկար ժամանակ մեր որ Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներից ստացել ենք արձագանքեր, որ կազմակերպված գալիս են ընտրել, այսպես այնպես ես վստահ եմ նաև որ այդ եկածների որոշ տոկոսել այնպես չէ որ հենց այդ ուժը
որը որ կազմակերպել վերել է Հայաստանում ընտրությունների իրենց են ընտրել, մանավանդ որ դեռ որևէ հստակ որոշումներ այս առումով կամ բան չկա, բայց այնուամենայնիվ այդ հոսքը նկատվել է, այդ խոսակցությունները եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պահանջը նաև, որովհետև այստեղ քաղաքացու իրավունքն էլ է սահմանափակվում, դու մնում ես, ապրում ես դու, ես, մենք բոլորս Հայաստանի Հանրապետությունում, բայց մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց ապագան Հայաստանի Հանրապետությունում, պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, որոշում են, թե մենք ինչ իշխանություն պետք է ունենանք եւ հետագայում ինչպես պետք է շարունակենք մեր քաղաքացին գնաց 2 տարի ապրեց այդ երկրում, հետո վերադառնում է Հայաստան, եթե արդեն 6 ամիս լրանում ու ասենք առաջիկային ընտրություններին, ավտոմատիկ ընտրության իրավունքը վերականգնվում է, եթե վերջին 1 տարում ընտրության օրվանից հաշված, երբ որ նշանակվում է ընտրության օրը, դրանից 48 օր առաջ արդեն հաշվարկված տվյալները, երբ որ գալիս է միգրացիոն ծառայությունից, որ քաղաքացին վերջին 1 տարի ընտրության օրը նշանակելու վերջին 1 տարվա ընթացքում 6 ամիս արդեն 6 ամիս ավելի մնացել Հայաստանի Հանրապետությունը վերականգնվում։ Իսկ այդ հնարավոր է փոխել թե ժամկետը հստակ։ Գիտեք, ժամկետների առումով էլ են առաջարկում, որ գուցե կարճ ժամկետը, որովհետև կան մարդիկ, որոնք որ մեկնում են արտերկիր, որոշակի ժամանակ աշխատանք, արտագնա աշխատանքի մեկնողների համար գուցե նաև այդ 6 ամիսը բավականին քիչ ժամանակ է եւ նրանք ընտրելու շատ ես ինքս գեղարվեստի մարդից եմ, գիտեք ինչքան արտագնա մեկնողներ կան գեղարվեստի, այս մասով էլ ենք մտածում, բայց ամենաճիշտ բանը այն որ իրավական հիմք ունեցողը հենց դա է, առաջարկներ կան 3 տարվա մեջ 1.5 տարի սահմանել կամ թեկնածուների ինչպես է վերջին 4 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող նաև 2 տարի Հայաստանում բնակվող թե պատահավոր թեկնածուի համար նաև այդ ցենզը սահմանել նաև ընտրելու իրավունքի վրա, բայց ես կարծում եմ մշտական բնակություն, եթե համարում են, որ մշտական բնակություն հանդիսացող անձը պետք է ընտրության մասնակցի, ամենաճիշտը հենց այն ռեզիդենտության ցենզն է։ Այո, նման սահմանափակումներ այլ երկրներում ևս կան, ես էլի եկեք անունն ես չնշեմ, որովհետև տարբեր կան նաև որ այդ հիմքով են, կան նաև որ որոշ երկրներում կա ակտիվ ընտրողների խումբ, պասիվ ընտրողների խումբ, նման կարգավորումներ կա, որ այսպես ոնց որ այս դեպքում են, ոնց որ ակտիվ ընտրողներով պետք է ներառնեն ժամանակ եւ պասիվ ընտրողները։ Եվ ժամկետները երբ է Ինքը շրջանառության մեջ է, կարծում եմ արտահերթով առաջ բան կքննարկվի։ Մոտավորապես քանի քաղաքացու մասին է խոսքը, որը այս ընտրություններին արտերկրից եկել եւ վերակել է ճանաչել վերջին 6 ամսում Հայաստանում եւ լրացում են դեռ ընտրություններից շատ առաջ միջև հանրազարշավներից հասարակական կազմակերպությունից ահազանգել ընչեցան, որ ընտրապայքարի մասնակցել պատրաստող քաղաքականներից մեկի օրդին քվեարկելու համար նման նախաձեռնություն է պլանավորվում, ինչու ավելի շուտ 2-3 ամիս առաջ այդպիսի նախաձեռնության հանդես չեղավ, միայն post-factum։ Գիտեք, ուրախությամբ պետք է ասեմ, որ երևի թե այդ ահազանգները բոլորը մենք էլ ենք ստացել, բայց միշտ մենք մեր խոսքում էլ ենք ասել, որ մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելուց հետո կգան եւ իրենց համայնքներում, երկրում փոփոխությունները կնկատեն, հնարավոր է իրենց ընտրության այսպես են ուղղությունը, որի համար եկել են, փոխել եւ ես կարծում եմ դա աստել է, որովհետեւ հակառակ դեպքում այն ուժը, որ այս ամեն ինչը այսքան հանրապետորեն կազմակերպել էր եւ ակնկալումներ բարձր քվեներ ստացել, ամենայնիվ կարծում եմ թվում է իր ակնկալիքները չեն իրականացել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն դեպքում տեսակ ինչպես ընտրություն կատարեցին եւ ակտիվության արդյունքները խոսում են հստակ մասին, թե ընտրություններն ինչպես իրականացան եւ ինչպես ինչ վրա է, նաեւ ընտրակաշառքների վերաբերյալ գիտեք ինչքան գործեր կան, նաև այս առումով տեսել ենք հակակոռուպցիոն կոմիտեն, որ ուզում է արդարադատության, էլի ընտրաբանը փոփոխություններ իրականացնելու հիմքով, այսինքն այս ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ մենք ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել եւ չենք մտածել, որ դրանք կարող են խնդիր առաջանան, բայց հիմա պետք է հնարավորինս օրենսդրական առումով բացառենք հետագայում նման դրսևորումներ ընտրության արդյունքների։
Ես կուսասեմ թիվაზე, որովհետև այնքան թվեր եմ նայել այս ընթացքում, թե ովքեր են եկել, ինչքան են ընտրել, ավելի հստակ հիմնական դիտարկման ժամանակ անպայման այդ վիճակագրությունը կներկայացնեմ ավելի հստակ։ Տիկին Ղազարյան, եւ ձեզ համար պարզ է ինչպես է հնարավոր լինի օդանավակայանի արգելված տեղից տեսանյութ դապանակել Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունների վերաբերյալ։ Անկեղծ ասած ես չեմ կարող դրա պատասխանը տալ, որովհետև դե ամենտեղ տեսանկարահանվում, գիտեք, հիմա փողոցում էլ ավելի շատ ենք նկարահանվում, քան սերիալներում կամ ֆիլմերում։ Դա անվտանգության բարձիկ է, բայց մյուս առումով է թե ինչպես է դա արտահոսք եղել, ես կարծում եմ, եթե ինչ-որ միտումնավորություն ունի, արտահոսք է կամ չգիտեմ ինչ է, դա պետք է հետևական։